Սիրելիներ, նոր կտակարանում կա մի հատված, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի վարքականոնը։ Դա նաև Աստվածաշնչից իմ ամենասիրելի հատվածներից մեկն է ու շատ ուզեցի ընթերցել ձեզ համար։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ահա թե ինչ է պատվիրում. Սեր առանց կեղծիքի, ատելով չարը գնալ բարու հետևից, եղբայրասիրության մեջ միմյանց հանդեպ գթասիրտ լինել, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցել, ջանասիրության մեջ չծուլանալ, հոգով ջերմերանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, հաճախակի աղոթեցեք, հետամուտ եղեք սրբերի կարիքներին, հետամուտ եղեք նաև հյուրասիրության։ Օրհնեք ձեզ հալածողներին, օրհնեք ու մի անիծեք, ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք, միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցեք, մի մեծամտածեք, այլ խոնարհների նկատմամբ խոնարհ եղեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի դրեք, որևէ մեկի չարիքին չարիքով մի հատուցեք։ Հոգացեք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ, ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեք։ Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ թույլ տվեք, որ Աստծո վրեժխնդրությունը կատարվի, մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։